Սարգսակյան մեր հարցերը բացի ուլա խորհրդից նաև երեգնչած հայտարարությունների մասին են եպիսկոպոսատ ժողովը դրսում հրավիրելու որոշումը մայրաթորի դիտարկվում է կաթողիկոսությունը մայրաթորից Էջմիածնից տեղափոխելու փորձ ըստ ձեզ ինչու եւ այս նոր մեղադրանքից հետո ինչ ստացել Անհիմն միտք է առհասարակ մտածել, որ կաթողիկոսությունը կարող է տեղափոխվել նման իրադարձությամբ։ Կաթողիկոսը այստեղ է, մեր կենտրոնը հոգևոր այստեղ է, եւ դա ուղղակի ինձ թվում է շահարկելու փորձը, ինչ որ առիթ են մանեկել գտել նման շահարկում անելու։ Բայց երևույթը ինքը անհանգստացնող է այնքանով, որ ինչն է պատճառը, որ դրսում ենք անում։ Սրա մասին պետք է խորհել, էլի։ Ասեք ինչն է պատճառը։ Ակնհայտ է, որ եկեղեցու նկատմամբ կա հալածանք։ Վերջին ամիսներին մենք տեսնում ենք եւ տեղեկատվական դաշտում թիրախավորված եկեղեցին, շողակաթ ալիքը փակեցին, գնդերեցների ամբողջ մի ինստիտուտ երկար տարիների գործող հանեցին։ Մի քանի եպիսկոպոսներ կալանքի տակ են, մյուսների վրա քրգործեր են հարուցված եւ այն ճանապարհը, որոնք իրենք անում են, այն ձևը, ոճը, որոնք իրենք իրականացնում են իրենց պատկերացրած թեկուս արդարությունն ու կամ բարենորոգությունը, դրանք ամենանենգ ձևերն են, որ ակնհայտ է, որ ստեղ կա հալածանքի ու չարության մթնոլորտ եւ այս պայմաններում բնական էր նման որոշումը, որ դրսում կարող է լինել։ Մեզ հիմա պետք է հետաքրքրի, ինձ թվում է հենց սա, ինչու է այդ որոշումը կայացրել։ Իսկ ինչ քայլերի կարող եք սպասել, ինչ կարող են անել, կառավարությունը հնարավոր է արգելքներ, ինչ կարող է սպասել։ 6 հոգևորական ըստ էության արդեն իսկ չեն կարող երկրից դուրս գալ։ Մյուսների նկատմամբ 10 Մյուսների նկատմամբ հնարավոր են, որ կրկին բռնաճնշումներ լինեն, նրանց նկատմամբ էլ քրեական գործեր հարուցվեն կամ փորձեն բերման ենթարկել։ Մենք իրենցից ամեն ինչ սպասում ենք, արդեն իսկ հասկացել ենք, որ իրենք ամեն ինչի ընդունակ են, իրենց համար ոչ մի սահման կամ արգելք չկա եւ այս անօրեն վիճակում իրենք ամեն ինչի ընդունակ են։ Բայց միևնույն ժամանակ մենք էլ հանգիստ ենք, որտեղ գիտենք, որ մեր ներսի հանգստությունն ու խաղաղությունը մարդուց չի, Աստծուց է։ Մենք գիտենք, որ Աստված մեզ հետ է, մեզ աջակցում է, Աստված վեհապարի կողքին է եւ վեհապարի խիզախ կեցվածքը մեզ բոլորիս ուժ է տալիս։ Վեհապարի խոսքերն է մեզ ուղված մեր հանդիպման ժամանակ ինքը պատրաստ է անգամ բանտում նահատակվել, բայց իրենց այս չարի օրակարգը ինքը պատրաստ չի ընդունել։ Այսինքն նա չի բացառում, որ գուցե իրեն էլ փորձեն բերման ենթարկել։ Մենք էլի ոչ մի բան չենք բացառում։ Եթե Սամվել Կարապետյանը միայն մի խոսք ասեց ի աջակցություն եկեղեցու եւ այդ մի խոսքի համար մարդուն կարող են բանտարկել, իրենք ամեն ինչի ընդունակ են։ Իսկ եկեղեցին ինչ քայլեր ձեռնարկելու է, որպեսզի Այստեղ եկեղեցու քայլերը առաջին հերթին այս պարակտման ու չար ոգուն չտրվելն է։ Բոլոր սուրբ հայրերը ասում են, որ նախ Աստվածաշունչն է ասում, որ եկեղեցին Քրիստոսի ամբողջական մարմինն է։ Եվ եկեղեցին պարակտելը սուրբ հայրերը ասում են անգամ նահատակությամբ այդ մեղքը չի կապվում։ Եկեղեցու պարակտման այդ հոգին ինքը չպետք է թողնենք, որ եկեղեցու ներս մտնի, ովքեր որ արդեն իսկ անցել են այն մյուս կողմը, գոնե մենք այս կողմում չպետք է թողնենք, որ այդ հոգին մեզ էլ տիրի ու մենք պետք է բարձր լինենք։ Ինչը որ անում է մեր վեհապարը։ Ինչպես տեսնում եք, վեհապարը ինչքան խոհեմ ու հեռատոսորեն իրեն բարձր է պահում այս փոքր ցածր այս խաղերից մարդկանց այդ մարդկային, այսպես այդ վիճաբանական պարակտման այդ հոգուց ինքը ավելի բարձր է իրեն պահում։
Իսկ որոշում կա, թե մյուս հոգևորականները, որոնք չեն կարող երկրից դուրս գալ, ինչպես կմասնակցեն։ Նման ընթացակարգ կա, որ օրինակ իրենք կարողանան առցանց միանալ եւ եպիսկոպոսաճողովին այդպես գոնե ներկա լինել։ Մանրամասներից տեղյակ չեմ, չգիտեմ ինչպես է։ Սա գաղափար, տեսեք, օրերս Սփյուռք հայ տարբեր գործիչներ իրենց աջակցությունը հայտնեցին հայ առաքելական եկեղեցուն, դատապարտելով Փաշինյանի եւ իր թիմի գործողությունները ընդդեմ եկեղեցու հալածանքներ որակում տվեցին, դրանից հետո երեկոյան Նիկոլ Փաշինյանը կոշտ հագազդեցության մասին ակնարկեց Սփյուռք հայ գործիչներին, ճիշտ ուղիղ հայտարարեց, որ կոշտ հագազդեցություն է լինելու եւ հայ առաքելական քրիստոնյա ներկայացող Նիկոլ Փաշինյանը Մայրաթոր Սուրբ Էջմիածնի կաթողիկոսության մասին խոսելիս հիշադակեց նաեւ Էջմիածնի գանձերը նկատի ունենալով երկրից դուրս հանելը, հա, Էջմիածնի գանձերը։ Այս ամենը ինչպես կմեկնաբանեք։ Մենք արդեն տեսել ենք, որ իրենք այդ քաղաքականությունը ունեն, ցեխը շփրտում են առանց մտածելու փորձում են պարզապես իրենց նպատակը ցեխ ուտելն է, էլի։ Եթե իրենք կոնկրետ նմանատիպ փաստերով ինչ-որ բան ունենային, վստահ եմ շուտվանից քրգործեր կլիներ ու այդ դրա շուրջ մեծ դրոշակներով ինչ-որ գործողություններ կկազմակերպեին։ Դրանք բոլորը անհիմն խոսքեր են, արտահայտություններ են եւ ակնկալություն կա, որ աստծո ողորմությամբ վաղ թե ուշ նաեւ այդ խոսքերի համար պատասխան կտան։ Շնորհակալ եմ։